եկեք բարի պատմեցիք։ Չէ, սպասի մեկ բանկ դու ինչ պիտի սեիր, բանկ ուզեիր սեիր։ Ես ուզում եի ասել, որ ասում են մարդիկ, որ մաթեմատիկան նման է արվեստի, բայց ես համաձայն չեմ դրա հետ։ Քանի որ մաթեմատիկան հենց արվեստն է, որ կա, որովհետև կերպարվեստի մեջ մենք պետք է ամեն ինչ ճիշտ գծագրենք եւ հաշվարկենք։ Եթե 1 մմ քիթը կամ աչքը կամ մարմնի ինչ-որ մասը, եթե 1 մմ ձախ կամ աջ թեքված եղավ, ապա նմանությունը արդեն կկորչի։ Ճիշտ կոմպոզիցիա պետք է եղնի, չէ՞, նկարի մեջ։ Դու օրինակ ինչ կօգտագործես կոմպոզիցիան, ասենք, ինչ օրենքներով մաթեմատիկական կինես։ Ես պետք է թուղթը ճիշտ հավասար 3 մասի բաժանված լինի եւ դեմքը պետք է կազմի դրա մեկ մասը։ Պետք է ականջը եւ ականջի սկիզբը եւ քթի սկիզբը համապատասխանեն իրար։ Պետք է ունքերը եւ գլխի վերջի մասը համապատասխանեն իրար եւ այլն։ Իսկ նկարի հիմնական ֆոկուսը ո՞ր մասի վրա պետք է լինի։ Պետք է որ դու ստանաս նկարը շնորհիվ գրաֆիկայի։ 1/3-ի վրա, չէ՞, ինձ հայերենի շփարավելազալա Դեմքը նույնպես բաժանված է 3 մասի եւ պետք է ամեն ինչ ճիշտ հաշվարկել։ Աբրիս Մամիկյան ջան, դու շատ մեծ հաջողությունների կհասնես, գիտեմ, մենակ կարևորը աշխատասիրությունն է։